Տանզանիական սավաննայում, երբ հատզաբե որսորդը գտնում է փղի հետքեր, որոնք դեռ տաք են հպման համար, նա կանգ է առնում, նրա ընկերները կանգ են առնում, աշխարհը կանգ է առնում, ոչ մի բառ չի ասվում, միայն աչքեր, որոնք զննում են ծառերը, ականջներ, որոնք զդում են քամու յուրաքանչյուր ձայնը, փիղը կարող է լինել 50 մետրի վրա կամ 500-ի, այն կարող է խաղաղ սնվել կամ 40 կմ/ժ արագությամբ սլանալ խմբի ուղղությամբ, ողջ մնալու տրորվելու միջ տարբերությունը կարող է լինել մի շունչը, մի կոտրված ճյուղը, մի վայրկյան տատանումը, եթե դուք կրքոտ եք վայրի կենդանիներով իրական վավերագրական ֆիլմերով, մի հեռացեք այս տեսանյութից։ Դիտեք մինչ վերջ, հիմա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանեք, թե որտեղից եք դիտում։ Կատարյալ է, հիմա ես կպատրաստեմ ամբողջական բովանդակությունը, բացմամբ փակմամբ, սպասեք, քանի դեռ կառուցում եմ պատմությունը։ Դեմ առ դեմ հսկաների հետ։ Ինչպես են հատզաբեները ողջ մնում փղերի հարձակումներից։ Գլուխ առաջին, կոլոսների տարածքը։ Տանզանիական սավաննայում, երբ հատզաբե որսորդը գտնում է փղի հետքեր, որոնք դեռ տաք են հպման համար, նա կանգ է առնում, նրա ընկերները կանգ են առնում, աշխարհը կանգ է առնում, ոչ մի բառ չի ասվում, միայն աչքեր, որոնք զննում են ծառերը, ականջներ, որոնք զդում են քամու յուրաքանչյուր ձայնը, փիղը կարող է լինել 50 մետրի վրա կամ 500-ի, այն կարող է խաղաղ սնվել կամ 40 կմ/ժ արագությամբ սլանալ խմբի ուղղությամբ, ողջ մնալու տրորվելու միջ տարբերությունը կարող է լինել մի շունչը, մի կոտրված ճյուղը, մի վայրկյան տատանումը։ Սա մոլորակի վերջին որսորդ հավաքչական ցեղերից մեկի ամենօրյա իրականությունն է։ Հատզաբեները ապրում են հյուսիսային Տանզանիայի Էյասի լճի ավազանում, մի տարածաշրջանում, որտեղ մեծ ռիֆտային հովիտը հանդիպում է Սերենգետիի հարթավայրերին, այնտեղ, հարյուրամյա բաոբաբների ստվերի տակ մաշկը պատռող փշոտ թփերի մեջ, մոտավորապես 1300 մարդ պահպանում է մի կենսակերպ, որը գրեթե անփոփոխ է մնացել 80,000 տարի շարունակ, եւ այնտեղ, ամեն օր, նրանք տարածքը կիսում են մոլորակի ամենամեծ ցամաքային կենդանու հետ։ Խորհեք դրա նշանակության մասշտաբների մասին։ Հասուն արո աֆրիկյան փիղը կշռում է 4500-ից մինչ 6000 կիլոգրամ, դա հավասար է 3 սպիտակ ռնգեղջյուրների քաշին, իրար վրա դարսված, կամ 4 մարդատար մեքենաների, որոնք սեղմված են մկանների ժանիքների պոտենցիալ կատաղության մեկ զանգվածի մեջ, երբ այս կենդանին որոշում է վազել, նա զարգացնում է մինչ 40 կմ/ժ արագություն, ավելի արագ, քան որը մարդ կարող է սպրինտ վազել, եւ երբ նա որոշում է հարձակվել, հարվածի ուժը համեմատելի է անկառավարելի փոքր բեռնատարի հետ։ Հատզաբեները չունեն հրազեն, չունեն տրանսպորտային միջոցներ փախչելու համար, չունեն ցանկապատեր պաշտպանվելու համար, նրանք ունեն տեղական փայտից պատրաստված աղեղներ, մեխերից վերամշակված մետաղական ծայրերով նետեր անապատի վարդից արդյունահանված թույն, որը որքան էլ հզոր լինի այցքաղների բաբուինների դեմ, փղին տապալելու ոչ մի հնարավորություն չունի, հենց այն թույնը, որն ապահովում է նրանց գոյատումը, անօգուտ է հսկայի դեմ։ Այդ դեպքում, ինչպես են նրանք ողջ մնում։ Պատասխանը սկսվում է մի բանից, որը ժամանակակից մարդկանց մեծ մասը լիովին կորցրել է, առանց բառերի աշխարհը կարդալու ունակությունը։ Փորձառու հատզաբե որսորդը կարող է պարզել, արդյոք փիղը տվյալ վայրով անցել է 5 րոպե առաջ, թե 5 ժամ առաջ, պարզապես դիտելով տրորված հողի հյուսվածքը, հետքի խորությունը ցույց է տալիս կենդանու քաշը, հետաբար, արու է, էգ թե ձագ։ Մատների ուղղությունը բացահայտում է, թե նա ուր էր գնում, հողի մեջ մնացորդային խոնավությունը, որը թողել է հողը սեղմող քաշը, պատմում է, թե որքան ժամանակ է անցել անցնելուց հետո, թարմ հետքերը դեռս ջերմություն են արձակում, որը զգալի է աղեղից կոշտացած ձեռքերի հպման համար։ Բայց հետքերը միայն սկիզբն են, հատզաբեները հազարամյակների ընթացքում մշակել են նշանների կենդանի հանրագիտարան, որոնք նախորդում են փղերի հետ հանդիպմանը, պոկված կեղով ծառերը վկայում են վերջին սնվելու մասին։ Փիղը օրական սպառում է մինչ 250 կիլոգրամ բուսականություն, իր հետքերում թողնելով անսխալական նշաններ, որոշակի բարձրության վրա կոտրված ճյուղերը բացահայտում են, արդյոք կենդանին օգտագործել է կնճիթը, թե ժանիքները դրանց հասնելու համար։ Դեռս խոնավ ծխացող կղանքը նշանակում է անմիջական մոտիկություն, եւ բոլոր նշաններից ամենակարևորը՝ ձայնը։ Փղերը հաղորդակցվում են ցածր հաճախականության վոկալիզացիաների միջոցով, որոնք մասամբ ինֆրաձայնային են, իդեալական պայմաններում կարող են տարածվել մինչ 10 կիլոմետր, դրանք խորը դղրդյուններ են, թրթռումներ, որոնք թվում է, թե բխում են հենց գետնից։ Մարզված ականջը կարող է որսալ այդ ձայները նախքան կենդանու տեսանելի լինելը, որ ավելի կարող է մեկնաբանել դրանց իմաստը, կարճ կրկնվող դղրդյունները մատնանշում են հոտի անդամների միջ հանգիստ հաղորդակցությունը։ Ցածր երկարատ մռնչյունները ազդարարում։
Են գրգռվածություն, եւ երբ ձագով էգը արձակում է այդ հատուկ կոկորդային ձայնը, բոլոր հատզաբեները գիտեն ժամանակն է անհետանալու։ Անհետանալ, սա հանգուցային բառն է։ Հատզաբեները չեն առճակատվում փղերի հետ, չեն փորձում վախեցնել նրանց, աղմուկ չեն բարձրացնում նրանց վանելու համար, նրանք անում են ճիշտ հակառակը նրանից, ինչ կհուշեր ժամանակակից գոյատման բնազդը, նրանք դառնում են անտեսանելի։ Մտածեք, թե դա ինչ է պահանջում, որ սորտների մի խումբ հետապնդում է վարազին սավաննայում, երբ նկարագրված նշաններով հասկանում է, որ տարածքում փղեր կան, ցանկացած մարդու առաջին մղումը կլիներ վազելը, բայց վազելը հենց այն է, ինչը հրահրում է փղի հարձակումը, արագ շարժումը կենդանու մեջ ակտիվացնում է գիշերչային պաշտպանական բնազդները, ժամում 12 կիլոմետր արագությամբ վազող մարդուն, փախչող մեծահասակի միջին արագությունը, փիղը կհասնի վայրկյանների ընթացքում։ Չկա բավականաչափ բարձր ծառ ժամանակին մագլցելու համար, չկա բավականաչափ խիտ թուփ թաքնվելու համար։ Այդ պատճառով հատզաբեները անում են մի բան, որը հակասում է բնազդին, նրանք կանգ են առնում, դանդաղ կքանստում են և սպասում են։ Փիղը օժտված է ակնհայտորեն թույլ տեսողությամբ, նրա փոքր աչքերը, որոնք տեղակայված են հսկայական գլխի կողքերին, կարող են տարբերակել շարժվող ձերը, բայց դժվարանում են ստատիկ օբյեկտների հարցում։ Էվոլյուցիոն փոխհատուցումը եկել է արտակարգ հոտառության տեսքով։ Փղերը կարող են հայտնաբերել ջուրը կիլոմետրեր հեռավորությունից նույնականացնել այլ կենդանիներին հոտով, նրանց տեսնելուց շատ առաջ, բայց հոտառությունը կախված է քամուց, եւ հատզաբեները գիտեն կարդալ քամին այնպես, ինչպես երկրի վրա քիչ ժողովուրդներ։ Նախքան որևորս, նախքան սավաննայում որ է շարժում, հատզաբեն ստուգում է քամու ուղղությունը, դա արվում է պարզ եղանակներով, հետելով փոշու շարժմանը, զգալով օդը դեմքի խոնավ մաշկի վրա կամ պարզապես բարձրացնելով մի բուռ չոր հող թողնելով, որ այն ընկնի։ Քամին տանում է մարդու հոտը, եթե քամին փչում է փղի ուղղությամբ, մարդը կհայտնաբերվի, եթե փչում է փղից դեպի մարդը, աննկատ անցնելու հնարավորություն կա։ Շրջակա միջավայրի այս մշտակ անընթերցումը ստեղծում է լուռ պար գիշատիչների զոհերի միջ, որը կրկնվում է հազարամյակներ շարունակ, հատզաբեները տեղաշարժվում են լանդշաֆտով ուրվականների պես, միշտ գիտակցելով իրենց դիրքը քամու նկատմամբ, միշտ ուշադիր բուսականությունից բխող ձայներին, միշտ պատրաստ քարանալու տեղում վտանգի առաջին իսկ նշանի դեպքում։ Բայց ինչ է պատահում, երբ կանխարգելումը ձախողվում է։ Լինում են պահեր, երբ, չնայած կուտակված ողջ գիտելիքին, անխուսափելի հանդիպումը տեղի է ունենում, փիղը հայտնվում է թփերի կույտի հետից, հոտը հատում է հենց այն ճանապարհը, որով որսորդները պլանավորում էին գնալ։ Ձագով էգը նկատում է մարդու ներկայությունը, որոշում է, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Այդ ժամանակ հատզաբեները դիմում են տեխնիկաների, որոնք ցանկացած կողմնակի դիտորդի աչքերում սահմանակցում են ինքնասպանության հետ։ Առաջին տեխնիկան բացարձակ անշարժությունն է, ոչ թե թաքնվել փորձողի նյարդային անշարժությունը, այլ լիակատար անշարժությունը նրա, ով ձուլվում է լանդշաֆտին, վերահսկվող շնչառություն, թուլացած մկաններ, կիսախուպ աչքեր խուսափելու համար փայլից, որը կարող է ուշադրություն գրավել, հատզաբե որսորդը կարող է մնալ այդ դիրքում 20, 30, 40 րոպե, մինչ փիղը անցնում է մի քանի մետր հեռավորությամբ, մարդու հոտը ի վերջո ցրվում է, եթե չկա շարժում այն օդում խառնելու համար։ Մարդկային ձայնը անհետանում է, եթե չկա հասպար շնչառություն կամ սրտի արագացած բաբախյուն, որը փոխանցվում է հողի միջոցով, որովհետև այո, փղերը կարող են զգալ թրթռումները գետնի տակ, իրենց թաթերի հատուկ ընկալիչների միջոցով։ Երկրորդ տեխնիկան օգտագործվում է այն ժամանակ, երբ անշարժությունը հնարավոր չէ, երբ փիղն արդեն հայտնաբերել է մարդու ներկայությունը մոտենում է հետազոտելու կամ հարձակվելու համար, այդ դեպքում հատզաբեները փնտրում են բնական խոչընդոտներ։ Ոչ թե ծառեր մագլցելու համար, քանի որ տարածաշրջանի ծառերի մեծ մասը չէր դիմանա արագ բարձրացող մեծահասակի քաշին, փիղը կարող է տապալել միջին չափի ծառը մեկ հարվածով, այն, ինչ նրանք փնտրում են, ժայռային կազմավորումներ են, հսկա տերմիտաբներ կամ այն, ինչ տեղացի որսորդները անվանում են վահան արմատներ, տարածաշրջանի որոշակի ծառերի օդային արմատները, որոնք ձավորում են այնքան խիտ հյուսված կառուցվածքներ, որ կարող են արգելափակել 6 տոննա կշռող կենդանու անցումը։ Էյասի լճի տարածաշրջանում տերմիտաբները կարող են հասնել 3-ից 4 մետր բարձրության հիմքում 2 մետր լայնության, դրանք անհավանական կարծր կառույցներ են, տասնամյակների ընթացքում միլիոնավոր միջատների կողմից կառուցված, ներկայացնում են այն սակավաթիվ բնական խոչընդոտներից մեկը, որը փիղը չի կարող պարզապես ճեղքել, հատզաբեն, ում հաջողվում է տերմիտաբունը տեղավորել իր հարձակվող փղի մեջ, շահում է թանկարժեք վայրկյաններ, բավարար ժամանակ, որպեսզի կենդանին կորցնի հետաքրքրությունը կամ խմբի մյուս անդամները շեղող հնարքներ ստեղծեն։
Երրորդ տեխնիկան ամենառիսկայինն է հազվադեպ է կիրառվում խայծը, երբ բազմաթիվ մարդիկ վտանգի տակ են հավաքական փախուստն անհնար է, խմբի 1 կամ 2 անդամ կարող են միտումնավոր ուշադրություն գրավել իրենց վրա, շարժվելով հակառակ ուղղությամբ, վերահսկվող աղմուկ բարձրացնելով, որպեսզի թույլ տան մյուսներին փախչել, սա պահանջում է ոչ միայն ծայրահեղ արիություն, այլ տեղանքի ճշգրիտ իմացություն, այն անհատը, ով ծառայում է որպես խայծ, պետք է հստակ իմանա, ուր վազել, որ խոչընդոտները օգտագործել որքան ժամանակ կարող է պահպանել հեռավորությունը, նախքան փիղը կդադարեցնի հետապնդումը։ Փղերը սովորաբար երկար տարածություններով չեն հետապնդում մարդկանց, նրանց հարձակումները էներգիայի պայթյուններ են, ուղղված վտանգը հեռացնելուն, այլ ոչ թե տական որս, եթե մարդուն հաջողվում է պահպանել հեռավորությունը 300-400 մետր։ Մեծ է հավանականությունը, որ կենդանին կթողնի հետապնդումը, բայց այդ 400 մետրը պետք է անցնել այնպիսի տեղանքով, որը հաձաբեն մտերիմ կերպով ճանաչում է, իսկ փիղը ոչ, կիրճեր, որոնք չափազանց նեղ են կենդանու անցնելու համար։ Խիտ բուսականություն, որը դանդաղեցնում է հսկային, բայց թույլ է տալիս մարդու անցումը, լանջեր, որտեղ փղի քաշը դառնում է թերություն։ Այս ողջ գիտելիքը չի ուսուցանվում դասասենյակներում, այն գոյություն չունի գրքերում, այն հնարավոր չէ ներբեռնել բջջային հավելվածներում։ Այն անցնում է սերնդեսերունդ մի մեթոդով, որը մարդկությունը օգտագործել է 100 հազարավոր տարիներ նախքան գիրը, բանավոր ավանդույթով, ամեն գիշեր, Տանզանիայի աստղազարդ երկնքի տակ վառվող խարույկների շուրջ, Հադզաբե ավագները պատմություններ են պատմում։ Ոմանք արարման առասպելներ են, պատմություններ մազոտ հսկաների մասին, որոնք բնակվում էին երկրի վրա նախքան ժամանակակից մարդկանց, մյուսները գործնական դասեր են, քողարկված որպես զվարճանք, պատմություններ որսորդների մասին, ովքեր մահացու սխալներ են թույլ տվել։ Փղերի հետ հանդիպումների մասին, որոնք ավարտվել են ողբերգությամբ կամ հրաշքով փրկությամբ։ Հադզաբե երեխաները սկսում են ուղեկցել որսերին 3 տարեկանից, նրանք ակտիվորեն չեն մասնակցում, բայց դիտում են, կլանում են, 7 կամ 8 տարեկանում նրանք արդեն կարողանում են նույնականացնել տասնյակ կենդանատեսակներ, միայն նրանց հետքերով։ 12 տարեկանում պատրաստում են իրենց սեփական աղեղներն ու նետերը, 15-ում նրանք արդեն լիարժեք որսորդներ են, իրենց բնազդներում կրելով 80,000 տարվա գոյատման գիտելիքը։ Բայց այս համակարգը վտանգված է այնպես, ինչպես երբեք չի եղել։ 30 տարի առաջ Յայդա հովիտը, հադզաբեների տարածքի սիրտը, եռում էր վայրի բնությամբ, որը համեմատելի էր ցանկացած գոյություն ունեցող ազգային պարկի հետ, փղերը, ռնգեղջյուրները, առյուծները, հովազները, զեբրերը, ընձուղտները տասնյակ տեսակի այծքաղներ հատում էին տարածաշրջանը սեզոնային գաղթերի ժամանակ, որոնք հետում էին հազարամյակներ առաջ հաստատված օրինաչափություններին։ Հադզաբեները գիտեին այդ օրինաչափությունները նույնքան լավ, որքան գիտեին իրենց սեփական մարմինների ռիթմերը, նրանք գիտեին, թե երբ փղերը կիջնեն լեռներից ջուր փնտրելու համար, գիտեին, թե որ երթուղիներից խուսափել 4 սեզոնի ժամանակ, երբ կենդանիները կենտրոնանում էին մի քանի մշտական աղբյուրների շուրջ։ Այսօր իրականությունը կտրուկ տարբերվում է։ Հադզաբեները վերջին 5 տասնամյակների ընթացքում կորցրել են իրենց ավանդական տարածքի 90%-ը, սուկումա ֆերմերները առաջ են շարժվում հարավից, հատելով տեղական բուսականությունը եգիպտացորեն լոբի տնկելու համար, դատոգա հովիվները, որոնք գյուղատնտեսական ընդլայնման պատճառով մղվել են դեպի հյուսիս, բերում են իրենց անասնահոտերը արածեցնելու կիսաչորային հողերում, որոնցից հադզաբեները կախված էին սնունդ գտնելու համար, այն տարածքը, որը նախկինում թույլ էր տալիս մարդկանց վայրի բնության համակեցությունը։ Սեղմվում է մինչ բեկման կետը։ Պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում փղերի հետ հարաբերությունների համար։ Երբ տարածքը ընդարձակ էր, հանդիպումներից կարելի էր խուսափել, հադզաբեները պարզապես տեղափոխվում էին այն տարածքներ, որտեղ տվյալ պահին փղեր չկային, նրանց հասարակության քոչվորական բնույթը, 20-ից 30 հոգանոց խմբեր, որոնք տեղաշարժվում են սեզոնայնորեն, հետելով ռեսուրսների հասանելիությանը, թույլ էր տալիս այդ ճկունությունը, եթե փղերը զբաղեցնում էին որոշակի տարածաշրջան խոնավ սեզոնի ժամանակ, հադզաբեները գնում էին այլ տեղ, բոլորի համար տեղ կար։ Հիմա այդ տարածքը անհետանում է։ Հարավից շրջապատված ֆերմաներով, իսկ հյուսիսից արոտավայրերով հադզաբեները ստիպված են մնալ գնալով ավելի փոքր տարածքներում, եւ փղերը, նույնպես ճնշված լինելով բնակության միջավայրի կորստից, սեղմվում են հողի նույն բեկորների մեջ։ Արդյունքը կանխատեսելի է, ավելի հաճախակի, ավելի լարված, ավելի վտանգավոր հանդիպումներ։ Տանզանիան ունի մոտավորապես 60,000 փիղ, մի պոպուլյացիա, որը մի քանի տասնամյակ առաջ ավելի քան 300,000 էր, չնայած որսագողության բնակության միջավայրի կորստի հետանքով առաջացած կտրուկ կրճատմանը,
60,000 փիղը դեռս հսկայական ներկայություն է ներկայացնում լանդշաֆտում, եւ այս կենդանիները գնալով ավելի շատ են կոնֆլիկտի մեջ մտնում մարդկային համայնքների հետ ամբողջ երկրում։ Պաշտոնական զեկույցները փաստում են տարեկան հարյուրավոր միջադեպեր, ցանքատարածությունների ներխուժում, գույքի ոչնչացում մահեր, ինչպես մարդկանց, այնպես էլ փղերի շրջանում։ Հադզաբեների համար խնդիրը ստանում է յուրահատուկ երանգներ։ Ի տարբերություն հողագործների, որոնք կարող են ցանկապատեր կառուցել կամ տագնապի համակարգեր տեղադրել, հադզաբեները չունեն մշտական ենթակառուցվածքներ պաշտպանելու համար, նրանց կացարանները ժամանակավոր ապաստարաններ են, պատրաստված ճյուղերից խոտից, որոնք կառուցվում են մի քանի ժամում լքվում, երբ խումբը տեղաշարժվում է, այնտեղ չկա ոչինչ, որը արժանի լինի պաշտպանել փղից, փորձել պաշտպանվելը ցանկացած դեպքում կլիներ ինքնասպանություն։ Այն, ինչ հադզաբեները ունեն, ինչը պետք է պաշտպանվի, շատ ավելի հիմնարար մի բան է՝ նրանց մարմինները։ Հադզաբեների հետ անթրոպոլոգիական հետազոտությունների տասնամյակների ընթացքում գիտնականները փաստել են փղերի պատճառած մահվան ծանր վնասվածքների բազմաթիվ դեպքեր։ Մի տղամարդ տրորվել էր բաոբաբից մեղր հավաքելիս, փիղը հայտնվել էր անաղմուկ։ Մինչ նա զբաղված էր մեղուներով, նա ժամանակ չէր ունեցել իջնելու։ մի կին տրորվել էր, երբ նրան անակնկալի էին բերել խիտ բուսականության մեջ պալարներ փորելիս, որսորդների մի խումբ, որը ստիպված էր եղել հապճեպ ցրվել, երբ մի հոտ հայտնվել էր նրանց ճանապարհին, ինչի հետանքով մի երիտասարդ սայթաքել էր հարված ստացել կնճիթից, որը կոտրել էր նրա կողերը։ Այս պատմությունները չեն երում պաշտոնական վիճակագրության մեջ, հադզաբեները ապրում են կառավարական գրանցման համակարգից դուրս, դեպքերի մեծ մասում նրանք չունեն անձը հաստատող փաստաթղթեր, չեն հաճախում հիվանդանոցներ, երբ ինչ-որ մեկը վիրավորվում է փղից, բուժումը կատարվում է դեղաբույսերի ավանդական գիտելիքներով, կամ մարդը պարզապես մահանում է, Յայդա հովտում չկան շտապօգնության մեքենաներ, չկան փրկարարական ուղղաթիռներ, չկա ոչինչ, բացի համայնքից նրա նախնյաց իմաստությունից։ Դիտեք, թե ինչպես է սա ձևավորում խմբի հավաքական հոգեբանությունը։ Հադզաբեները չեն վախենում փղերից այնպես, ինչպես վախենում են քաղաքաբնակները, չկա խուճապ, չկա հիստերիա, չկա այն տեսակի կաթվածահարող վախը, որն առաջանում է լիովին անհայտ մի բանի հետ բախվելիս, այն, ինչ գոյություն ունի, հարգանքն է խորը, գրեթե կրոնական հարգանք մի արարածի նկատմամբ, որը կիսում է իրենց աշխարհը այնքան երկար ժամանակ, որ դարձել է նրանց ինքնության անբաժանելի մասը։ Հադզաբեների տիեզերաբանության մեջ փղերը հատուկ տեղ են զբաղեցնում, նրանք դիտվում են որպես երկրի սկզբնական բնակիչներ, արարածներ, որոնք այնտեղ էին նախքան մարդիկ կշարունակեն մնալ հետո, նրանց որսալը տաբու է, ոչ միայն այն պատճառով, որ նետերի թույնը չի գործում, այլ որովհետև խորապես սխալ մի բան կա այդքան հին հզոր էակին սպանելու փորձի մեջ, որոշ ավագներ խոսում են փղերի մասին այնպես, ասես նրանք հեռավոր ազգականներ լինեն, ընդլայնված ընտանիքի անդամներ, որոնք պարզապես ընտրել են այլ կերպարանք։ Փոխադարձ հարգանքի այս հարաբերությունները գործել են հազարամյակներ շարունակ, բայց դա գործում է միայն այն ժամանակ, երբ կա բավարար տարածք, որպեսզի յուրաքանչյուր կողմ պահպանի իր հեռավորությունը։ 2011 թվականին հադզաբեները պատմական հաղթանակ տարան։ Տանզանիայի կառավարությունը թողարկեց երկրի առաջին համայնքային հողային տիտղոսները, երաշխավորելով իրավական իրավունքներ նախնյաց տարածքի 57,000 ակրի նկատմամբ, դա տոնակատարության պահ էր։ Առաջին անգամ Տանզանիայի փոքրամասնություն կազմող ցեղը պաշտոնական ճանաչում ստացավ հողի հետ իր կապի համար, այդ ժամանակից ի վեր լրացուցիչ տիտղոսներ են շնորհվել, ընդհանուր առմամբ ավելի քան 200,000 ակր համայնքային պաշտպանության տակ։ Բայց 200,000 ակրը ներկայացնում է այն տարածքի միայն 10%-ը, որը հադզաբեները զբաղեցնում էին ի սկզբանե, եւ այս բեկորը պետք է տեղավորի ոչ միայն 1300 մարդու, այլ ողջ վայրի բնությունը, որը վտարվել է ֆերմաների արոտավայրերի վերածված տարածքներից, փղերը, որոնք նախկինում թափառում էին միլիոնավոր ակրերի վրա, այժմ կենտրոնացած են գնալով ավելի նեղ միջանցքներում, նույն միջանցքներում, որտեղ հադզաբեները փորձում են պահպանել իրենց կենսակերպը։ Մինչ այժմ գտնված պատասխանը ներառում է ավանդական գիտելիքների ժամանակակից գործիքների համակցություն։ Հադզաբեները այսօր աշխատանքի են վերցնում 33 համայնքային պարեկների տղամարդկանց, որոնք զինված են ավանդական աղեղներով նետերով, բայց նա հագեցած են գպս տեղորոշիչներով, որոնք տրամադրվել են պահպանության կազմակերպությունների կողմից։ Այս պարեկները հսկում են տարածքի սահմանները, հետելով փղերի շարժումներին զգուշացնելով համայնքներին հոտերի ներկայության մասին, երբ փղերը մոտենում են բնակեցված տարածքներին, տեղեկատվությունը արագորեն տարածվում է, թույլ տալով ընտանիքներին տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Համակարգը գործում է որոշակի չափով, բայց այն կախված է մի բանից, որը աշխարհի ոչ մի տեխնոլոգիա չի կարող փոխարինել՝ տեղանքի մտերիմ իմացությունը, որը կարող են ապահովել միայն կյանքի սերունդները։
GPS-ը կարող է ցույց տալ, թե որտեղ է փիղը այս պահին, այն չի կարող կանխատեսել, թե նա ուր կգնա, չի կարող բացահայտել նուրբ նշանները, որոնք ցույց են տալիս արդյոք կենդանին հանգիստ է, թե գրգռված, արդյոք նա պարզապես անցնում է, թե մտադիր է մնալ տարածքում, այն չի կարող երեխային սովորեցնել, թե ինչպես մնալ անշարժ, մինչ 6 տոննա հում ուժը անցնում է մի քանի մետր հեռավորությամբ։ Եվ հենց այստեղ է բացահայտվում ամենախորը վտանգը։ Այսօր ապրող մոտավորապես 1300 հատզաբեներից միայն մոտ 300-ն են դեռս ապրում բացառապես որպես որսորդ հավաքչականներ, մյուսները մասնակիորեն ինտեգրվել են մոտակա գյուղերին, համալրելով իրենց ավանդական սննդակարգը շուկաներից գնված մթերքներով, հագնելով զբոսաշրջիկների հետ փոխանակված հագուստ, օգտագործելով բջջային հեռախոսներ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար, որոշ երիտասարդներ հաճախել են դպրոցներ, սովորել են սուահիլի, այժմ կողմնորոշվում են երկու արմատապես տարբեր աշխարհների միջ։ Այս անցումը պարտադիր չէ, որ բացասական լինի, կրթությունը դռներ է բացում, տեխնոլոգիան կարող է կյանքեր փրկել, տնտեսական ինտեգրումը այլ ընտրանքներ է առաջարկում, երբ ավանդական որսը ձախողվում է, բայց յուրաքանչյուր քայլ դեպի ժամանակակից աշխարհ մի քայլ է հեռու այն գիտելիքից, որը հատզաբեներին ողջ է պահել 80 հազարամյակ։ Երիտասարդը, ով մեծանում է գյուղում, ցերեկը հաճախելով դպրոց, սավաննայում չի անցկացնում նույն ժամերը, ինչ անցկացրել է նրա պապը, նա չի զարգացնում նույն զգայական սրությունը, նա չի կլանում նույն պատմությունները խարույկի շուրջ։ Եվ երբ գալիս է փխին դիմակայելու պահը, եթե այդ պահը գա, նա կարող է չունենալ ողջ մնալու համար անհրաժեշտ վնասները։ Խնդիրը միայն գործնական չէ, այն էքզիստենցիալ է։ Հատզաբեները սահմանում են իրենց ինքնությունը որսորդ հավաքչական կենսակերպով, հատզա լեզուն, աշխարհում եզակի կտկտոցային լեզու, որը հայտնի կապ չունի որևէ այլ գոյություն ունեցող լեզվի հետ, սերտորեն կապված է այդ ինքնության հետ, պատմությունները, ծիսակատարությունները, կիսվելու հավասարության արժեքները, որոնք բնորոշում են հատզաբե հասարակությունը, իմաստ ունեն միայն բնության հետ սերտ կապի մեջ ապրած կյանքի համատեքստում։ Եթե հատզաբեները կորցնեն փղերի մեջ ողջ մնալու ունակությունը, նրանք կկորցնեն շատ ավելին, քան որոշակի հմտություն, նրանք կկորցնեն հատզաբե լինելու իմաստը։ Որոշ միջազգային կազմակերպություններ աշխատում են այս գիտելիքը պահպանելու ուղղությամբ, անթրոպոլոգները փաստագրում են որսի գոյատման տեխնիկաները, լեզվաբանները ձայնագրում են հատզա լեզուն, նախքան բնիկ խոսողների անհետանալը։ Բնապահպանները փորձում են երաշխավորել, որ վայրի բնության միջանցքները մնան բաց, թույլ տալով փղերին մարդկանց շարունակել իրենց հազարամյա պարը։ Բայց ի վերջո, հատզաբեների գոյատումը կախված է մի բանից, որը ոչ մի արտաքին կազմակերպություն չի կարող ապահովել, միշտ ապրածի պես ապրելը շարունակելու կամքից։ Եվ այդ կամքը ստուգվում է ամեն օր։ Ամեն առավոտ, երբ հատզաբե որսորդները լքում են իրենց ժամանակավոր ճամբարները ուղղորվում սավաննա, աղեղները ուսերին, նրանք ընտրություն են կատարում, ընտրություն, հավատարիմ մնալու մի կենսակերպի, որից աշխարհի մնացած մասը հրաժարվել է, ընտրություն, դիմակայելու վտանգների, որոնք մարդկանց մեծ մասը նույնիսկ չի կարող պատկերացնել, ընտրություն, վստահելու գիտելիքներին, որոնք գոյություն ունեն միայն մի բուռ ավագների հիշողության մեջ։ Եվ ամեն անգամ, երբ նրանք գտնում են փղի հետքեր, որոնք դեռ տաք են հպման համար, նրանք կանգ են առնում, նրանց ընկերները կանգ են առնում, աշխարհը կանգ է առնում, եւ այդ բացարձակ լռության մեջ 80 հազար տարվա իմաստությունը շնչում է հրահանգներ, որոնք ոչ մի գիրք չի կարող սովորեցնել։ Հատզաբեները հետքեր չեն թողնում, մշտական տներ չեն կառուցում, ունեցվածք չեն կուտակում, 80 հազար տարվա գոյության ընթացքում նրանց ազդեցությունը երկրի վրա ավելի քիչ է եղել, քան մեկ ժամանակակից ֆերմայի ազդեցությունը մեկ տասնամյակում։ Եվ թերս հենց դրա համար է, որ նրանք դեռ այստեղ են, որովհետև նրանք սովորել են, որ համակեցությունը նշանակում է չփորձել տիրել։ Երբ գիշերը փիղն անցնում է հատզա ճամբարի կողքով, ոչ ոք չի գոռում, ոչ ոք չի վազում, երեխաները լուռ մնում են մայրերի գրկում, որսորդները դիտում են, եւ երբ հսկան շարունակում է իր ճանապարհը, կյանքը շարունակվում է այնպես, ասես ոչինչ չի պատահել։ Որովհետև հատզաբեների համար ոչինչ չի պատահել, պարզապես նույն երկրի երկու բնակիչ, հետելով իրենց ճանապարհներին նույն աստղերի տակ։ Սրա մեջ 10 կա մի աշխարհի համար, որը մեկ դարում կորցրել է աֆրիկյան փղերի 90%-ը, 10 խոնարհության մասին, սահմանների մասին, մի վայրում բնակվելու այն նվաճելու միշտ տարբերության մասին, հատզաբեները ողջ են մնում փղերի մեջ ոչ թե այն պատճառով, որ ավելի ուժեղ են կամ ավելի խելացի, նրանք ողջ են մնում, որովհետև հասկացել են մի բան, որը մեզանից շատերը մոռացել են, ոչ ամեն ինչ պետք է հաղթել։